Ձեր տղան է ծառայում։ Իմ թորնիկն է ծառայում։ Իմ թորնիկն է ծառայում, ծնողները այստեղ չեն։ Ճիշտ ասած, որ իր հասակակիցները ես ուրախ եմ այդ հրամանի համար։ Լավ կլներ, որ սա տարածվեր նաև իմ թորնիկի վրա, որ 2007 թվականի ծնված է, մի ամիս հետո ծնվածները պետք է գնան տարիուկես ծառայեն, իմ տղան 2 տարի։ Իմ աղջիկը երբևէ չեմ լսել։ Ծառայությունից առասարակ բողոք չի եղել, Ասուս ջան։ Ուղղակի տարի ժամկետի հետ կապված։ Զինվորները ինչ են խոսում, օրինակ իրենց համար դա անարդար է, անարդար չէ թե սա ամեն դեպքում ծնողների պահանջն է։ Ինձ թվում է ծնողների պահանջ է, բայց թորնիկս ինչ ասեց տատիկ, կարևորը որ խաղաղ լինի ամեն ինչ։ Կծառային կգանք տուն, ոչինչ, բայց դե ասում եմ, էլի մտածելու տեղիք են տալիս, հասկանում ես, ինչի իմ հասակակիցը, ոչ թե նախանձից, ոչ թե մի բան, իմ հասակակիցը պետք է ծառայի տարիուկես, ես 2 տարի։ Բայց ամեն դեպքում ինչ-որ պահից սկսած այս փոփոխությունը լինելու էր, չէ՞, նախորդ սերնդի հանդեպ ամեն դեպքում անարդար քայլեր համարվելու, եթե կարելի է այսպես կոչել։ Չէ, ուղղակի ամիսների տարբերությամբ հասկանում եք, ոչ թե ինչ-որ նախորդ տարիներին, որ ծառայել են, մարդիկ արդեն ծառայել են, բրծել են, պահպանել են մեր հայրենիքը, բան չունեմ ասելու, իմ տղաս էլ հիմա դիրքերում է, իմ թորնիկս, բայց որ, չգիտեմ, կուզեի խնդրանքս լիներ տարիուկես իմ աղջիկ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ փոփոխություններ չեն նախատեսում։ Հիմա այս պարագայում ձեր պահանջին ինչ է կարծում, նախարարությունը ինչպիսի ընդառաջ քայլ պետք է անի։ Դե եթե ինքը կարողանա լսի, հասկանա ծնողների պահանջը, էսի խնդրանք է։ Ոչ բողոք ունենք, ոչ մի բան, մենք շնորհակալ ենք Պապիկյանին, իր մարտական դիրքերը ստուգելով, ժամանակ առ ժամանակ հանդիպելով զինվորներին, ես հետևում եմ, ցավը տանում, առաջ որ տղաս էր ծառայում բանակում, այդքան հետևողական չեմ եղել, բայց քանի թորնիկս ու ծնողները այստեղ չեն, իմ համար մի քիչ դժվար է, ես միշտ հետևում եմ այս պահերը ու ես իրանից շատ շնորհակալ եմ Պապիկյանից, լավ կլինի, որ այս մեր խնդրանքն էլ ընդուներ ու մի հատ օրենքով սահմաններ, թող տղաներս ծառայեն։ Կայացվեց, որ գնդերեցները այլևս չեն լինելու զորամասերում, սա ինչպիսի քայլ եք համարում ու արդյոք նրանց հոգևորականների ներկայությունը բանակում կարևոր չէ։ Ճիշտն ասած, շատ կարևոր է հոգևոր դասի ներկայացուցիչը լինի հենց սահմանում կանգնած, որովհետև նրանք Աստծով ավելի զորեղացնում են մեր բանակը, երեխեք ջան։ Մի բան հասկանանք, որ մեր աշխարհը, Հայաստան աշխարհը, որ տրվել է, հենց այնպես չի տրվել։ Արարատ լեռի վրա, որ Նոյը նստել է, հենց այնպես չի նստել։ Աշխարհը սկսվել է Հայաստանից, Նոյի զավակներից իմ աղջիկ։ Ու ասում եմ, հոգևորականի դիրքը սահմաններում շատ կարևոր է։ Նրանց աղոթքներով, նրանց ճիշտ ուղղություններով։ Ես էլ եմ շնորհակալ։